Մենք լավ գիտենք, որ պատմություն պատմելը գիտելիքը փոխանցելու, զվարճացնելու, մի բանում համոզելու լավագույն միջոցն է։ Սակայն զարմանալիորեն մեր դպրոցներում երեխաներին չեն սովորեցնում պատմվածքներ գրել։ Իրենք գրում են շարադրություններ կամ փոխադրություններ, այլ մարդկանց պատմածը կամ այլ մարդկանց իրենց ներկայացրածը վերաշարադրելու համար։ Սակայն արդյոք դա բավարար է եւ պետք չէ արդյոք սովորեցնել գրել պատմություններ։ Եկեք ոչ թե այդ հարցին պատասխանենք այսօր, այլ ուղղակի իրար հետ սովորենք գրել պատմվածք։ Մենք լավ գիտենք, որ ցանկացած պատմություն կազմելուց կամ գրելուց կամ պատմելուց առաջ պետք է մեզ համար որոշենք ինչու ենք դա անում։ Սովորաբար մենք պատմում ենք մի բան զվարճացնելու համար, բայց միշտ կա ենթատեքստ, միշտ կա ցանկություն ինչ-որ խրատ տալ, ինչ-որ բան սովորեցնել, քո մասին ինչ-որ բան ներկայացնել, կամ ուղղակի մարդկանց գրավել, ոգևորել, ոգեշնչել, համոզել, տարբեր նպատակներ ունեն պատմվածքները, բայց առանց նպատակի պատմել չի ստացվի։ Սկզբից ցանկացած պատմվածք, պատմություն գրելուց կամ կազմելուց առաջ պետք է սահմանել հստակ նպատակ։ Երբ դա արդեն ունենք, հաջորդը դա ընթացքն է։ Մենք լավ գիտենք, որ ցանկացած պատմվածք ժամանակի մեջ է ընթանում եւ շատ կարևոր է, որպեսզի ընթերցողը կամ ձեզ լսողը միշտ հասկանա, որ պահին ինչ կատարվեց եւ այդ պահերի միջև ինչ կապ կա։ Առաջ դու գնում եք հիշողություններ, վերադառնում եք այսօրվան, գնում եք դեպի ապագա, վերադառնում եք։ Դրա հետ պետք է զգույշ լինել, որտեղ եթե ընթերցողը կամ ձեզ լսողը կորցնի այդ կապը, չի կարողանա հասկանալ, թե ինչ է կատարվում եւ բացարձակապես հետաքրքրությունը ձեր պատմածի նկատմամբ կկորցնի։ Երբ մենք արդեն ժամանակի հետ որոշակիություն ունեցանք եւ գիտենք, թե ինչ ընթացքով ենք մենք ամեն ինչ պատմելու, հաջորդը պետք է անպայման ծանոթացնել ընթերցողին կամ ձեզ ունկնդրողին մի քանի հանգամանքների հետ։ Շատ կարևոր է հստակ նկարագրել տեղը։ Մարդիկ պետք է իրենց ուղեղում պատկերացնեն, թե որտեղ են կատարվում իրադարձությունները, ինչ տեղի մասին է գնում խոսքը, արդյոք դա բնակարան է, անտառ, այգի, ճանապարհ եւ այլն։ Պետք չէ շատ մանրանալ, պետք չէ չափազանց կոնկրետ նկարագրել, որովհետեւ մարդկանց պետք է թույլ տալ իրենց սեփական պատկերացումներ ունենալ։ Դրանք իրենց համար շատ ավելի հոգեհարազատ կլինեն։ Անկամ միգուցե իրենք հիշեն մի ինչ-որ իրադարձություն իրենց սեփական կյանքից կամ միտեղ, որը իրենց համար հոգեհարազատ է։ Ավելի լավ նշանակում է ձեր պատմածը իրենք ավելի վառ կընկալեն, ավելի մեծ հուզականությամբ։ Հաջորդը պետք է ներկայացնել մարդկանց, ովքեր մասնակցում են իրադարձություններին։ Մարդկանց պետք է զգուշորեն ներկայացնել, պետք չէ պատմել մարդկանց մասին, որոնք հետո ոչինչ չեն անելու կամ չնչին մասնակցություն ունենալու։ Եթե ընթացքում մեկը մտավ եւ դուրս եկավ, պետք չէ նրա մասին երկար պատմել, եթե այդ մարդը որևէ դեր չունի եւ իր ամբողջ արածը ձեր պատմվածքի մեջ իր մտնել դուրս գալն, որը դարձյալ պետք է իմաստ ունենա։ Եթե այդ մարդու մտնելը կամ դուրս գալը ոչինչ չի փոխում, մոռացեք այդ մարդու մասին։ Շատ կարևոր է ունենալ այսպես կոչված կիզակետ կամ այլ կերպ, որպեսզի դա պատկերացնենք, թատերական լույս։ Նկատել եք երևի, եթե երբևիցե եղել եք թատրոններում կամ դիտել եք կինո, որ ռեժիսորը լույսով կենտրոնացնում է ձեր ուշադրությունը։ Ցանկացած սենյակում, ցանկացած բեմի վրա կամ բազմաթիվ առարկաներ, որ այս պահին որևէ մասնակցություն չունեն իրադարձությունների մեջ։ Եվ որպեսզի դրանք չխանգարեն եւ չշեղեն ուշադրությունը, լույսը այնպես է կենտրոնացվում, որ հիմնական իրադարձությունը դες համար տեսանելի լինեն։ Այդ նույնը պետք է անել խոսքերով։ Պատմեք այն տեղի մասին կամ լույս գցեք այն իրադարձությունների վրա միայն, որոնք իսկապես կարևոր են։ Պետք չէ ուշադրությունը շեղել քիչ կարևոր բաներով։ Եվ պետք է անընդհատ հասկանալ այս պահին ինչպիսին է
ընթերցողի ուշադրությունը, ինչ է նա հիշում, ինչ է նա արդեն տեսել եւ ինչ պետք է տեսնի հաջորդ փուլում, որպեսզի իր համար ընթացքը լինի բնական եւ հասկանալի։ Հաջորդը բնականաբար գալիս է իրադարձությունները։ Իրադարձությունները պատմվածքի ընթացքում պետք է զարգանան դեպի վեր, լարվածությունը պետք է աճի։ Մենք պետք է հասնենք իրադարձությունների գագաթնակետին եւ պատմվածքի մեջ ինչ որ բան պիտի կատարվի։ Մի բան, որից հետո լուծվում է վիճակը եւ տիրում է հանգստություն։ Ինչ որ բան պետք է պատահի։ Պարտադիր չէ այդ հանգստությունը լինի զուտ հուզական, հակառակը այդ պահին մարդը կարող է շատ հուզվել եւ երկար ժամանակ չհանգստանա ձեր պատմածից հետո, այլ իրադարձային։ Դրանից հետո ոչինչ չպետք է կատարվի։ Հենց կատարվեց ամենագլխավորը, դրանից հետո պետք է չնչին իրադարձություններ լինեն։ Ոչ կարևոր։ Կարևորը այդ պահն է եւ այդ պահը պետք է հիշել եւ ի սկզբանե պետք է դուք գիտակցեք, հենց դրա մասին եք դուք պատմում։ Ամբողջ պատմվածքը դրա մասին է, այդ մի իրադարձության մասին է։ Մնացածը ճանապարհն է դեպի այդ իրադարձություն, պատրաստելն է դրան, լարվածությունը բարձրացնելն է, աճեցնելն է, որպեսզի այդ իրադարձությունը լինի հետաքրքիր եւ գրավիչ, ակնկալելի եւ անակնկալ միաժամանակ։ Ակնկալելի, որ հիմա մի բան պատահելու է, բայց անակնկալ, որ հենց դա պատահեց։ Եվ այդ իրադարձությունների շղթան կազմելը իրականում պահանջում է մեծ վարպետություն, բայց մեզանից ամեն մեկը կարող է դա անել։ Շատ կարևոր է ամբողջ ձեր պատմվածքի ընթացքում ունենալ որոշակի վերաբերմունք բոլոր մասնակիցներին։ Այն, որ ձեր վերաբերմունքը այսպես թե այնպես արտահայտվելու է, դա անկասկած է։ Նրանով թե մենք ինչպես ենք նկարագրում մարդկանց, ինչ բառեր ենք օգտագործում, ինչ իրադարձություններ ենք մատնանշում եւ այլն, մենք փաստացի բնութագրում ենք այդ մարդկանց։ Այդ բնութագիրը պետք է լինի հետևողական, պարտադիր չէ, որ այն լինի օբյեկտիվ։ Ավելին, միգուցե հենց ձեր իրադարձությունների ավարտը ցույց տա լսողին կամ ընթերցողին, որ այն ընկալումը, որ պատմողը ուներ մինչ այդ իրադարձությունը, հակասում է իրականության, որ ձեզ մոտ դրանից հետո եւ իր մոտ դրանից հետո ամբողջապես փոխվում է վերաբերմունքը այդ մարդուն, բայց այդ վերաբերմունքը միջև այդ դեպքը պետք է լինի հստակ եւ միանշանակ, այլ ոչ թե տատանվի, փոխվի, մեկ դուք սիրում եք, մեկ դուք չեք սիրում, մեկն է լավն է, մեկն է վատն է, վերաբերմունքը պետք է լինի հետևողական։ Եվս 3 կետ ես կուզենայի նշել եւ սրանով արդեն ես կամփոփեմ այս կարճ պատմվածքը նրա մասին, թե ինչպես է պետք գրել պատմվածքներ։ Առաջինը պետք է անպայման նկարագրել զգացմունքները, բայց դրանք պետք է լինեն ոչ թե ես տխրեցի, ես ուրախացա կամ ես վախեցա, այլ նկարագրություն, թե ինչ պատահեց ձեզ հետ, որպեսզի մարդը դա պատկերացնի։ Օրինակ, ես նայեցի պատուանի միջով դեպի սարը եւ լռեցի։ Ես շրջեցի դեմքս։ Ես շիվարած կանգնած եմ եւ չի կարողանում տեղից շարժվել։ Մարմինս դող էր ընկել։ Դրանք շատ ավելի բնութագրում են ձեր զգացմունքները, քան ուղղակի այդ վերացարկված բառերը։ Երկրորդը, պետք է լինեն խոսակցություններ, բայց դարձյալ ոչ թե նա դժգոհություն հայտնեց իմ ասացի կապակցությամբ, կամ նա չուզեցավ դրա մասին խոսել, կամ ես այլևս չէի ուզում այնտեղ գնալ։ Դրա փոխարեն դուք պետք է ասեք, ես իրեն ասացի, ես չեմ գա քեզ հետ, կամ նա նայեց իմ աչքերին եւ ասաց, ես քեզանից սա չէի սպասում։ Շատ ավելի հետաքրքիր եւ բովանդակային է հենց այդպիսի նկարագրությունը, խոսակցության, կոնկրետ։ Ընդհանրական պատմվածքները տխուր են եւ ձանձրալի։ Այդ կարևոր դետալները, այդ կարևոր մանրամասնությունները հարստացնում են ձեր պատմածը։ Եվ վերջապես ձեր պատմածի մեջ պետք է լինեն նաեւ մտքեր։ Բայց նորից բերեմ օրինակ, ոչ թե ես մտածում էի նրա մասին, թե որքան միայնակ եմ ես, կամ ես մտածեցի, որ երևի ժամանակն է տուն գնալ, այլ իմ մտքերում ինձ թվում էր ես նման եմ միայնակ ժայռին անտառի եզրին, կամ
Ես զզվում էի այն մտքից, որ ես պետք է այստեղ մնամ այլևս։ Եվ իմ միակ ցանկությունը տուն գնալն էր։ Դարձյալ ավելի կոնկրետ, ավելի հետաքրքիր, ավելի բովանդակային, որպեսզի ձեր պատմվածքը միանգամից արթնացնի պատկերներ, որովհետև մարդիկ պատկերացնում են։ Իրենք պատկերացնում են ոչ միայն իրադարձությունները կամ տեղերը, իրենք պատկերացնում են ձեր զգացմունքները, իրենք պատկերացնում են ձեր խոսակցությունները։ Եվ այդ պատկերները եւ պատկերավոր խոսքը, որը ստեղծում է այդ պատկերները, հարստացնում են ձեր պատմվածքը։ Ինչպես տեսնում եք, պատմվածք կամ պատմություններ գրելը, պատմելը դա արվեստ է։ Ով կկասկածեր։ Սակայն դա մի բան է, որ մենք բոլորս անում ենք, համարյա ամեն օր։ Անում ենք մեզանից անկախ, անում ենք բոլոր դրվագներում։ Բայց դա նաև մի բան է, որին կարելի է սովորել։ Եվ սովորելով պատմել պատմություններ, պատմել պատումներ, ներկայացնել ինչ-որ բան, մենք հարստացնում ենք մեր գործիքաշարքը, որով մենք կարողանում ենք անդրադառնալ իրադարձություններին եւ մարդկանց հետ այդ իրադարձությունները կիսել շատ ավելի արդյունավետ կերպով, դառնալ ավելի հետաքրքիր անձնավորություն, վերաձևակերպել տխուր բաները, դարձնել ուրախ եւ հետաքրքիր, առօրյան դարձնել ոգևորիչ, լցնել մարդկանց կյանքը հետաքրքիր բովանդակությամբ։ Սա մի բան է, որը ձեզ կդարձնի այլ մարդկանց համար շատ ցանկալի անձնավորություն։ Այնպես որ հաստատ արժի, որպեսզի մենք երեխաներին սովորեցնենք դպրոցներում պատմվածքներ գրել։ Բայց նաև բոլորս, մենք բոլորս գնալով դառնանք այս ժանրի լավ վարպետներ։